Պարոն Պողոսյան, մասնակցել եք արդեն ընտրություններին։ Դեռ չէ, բայց միանշանակ մասնակցեմ։ Օրինակ ձեր համաքաղաքացիներից մի քանիսին հարցնում ենք, թե Գյումրիում ում են ընտրել կոնկրետ, շատերը վախենում են պարզաբանել, թե ասել, բարձրաձայնել, թե ում են ընտրել, արդյոք Սարիկ Մինասյանն է, Վարդան Ղուկասյանն է, Ռուբեն Մխիթարյանն է, դուք ում եք ընտրելու։ Ճիշտն ասած, եկեք ես էլ չասեմ, բայց ես ոչ թե վախենում եմ, ուղղակի թեկնածուների մեջ կան մարդիկ, ովքեր ինձ շատ հարազատ են եւ ոչ մեկին չեմ ուզում նեղացնել։ Միանշանակ ես առաջին հերթին դեմ եմ քվեարկելու այս թուրքահաբատակ իշխանություններին։ Դա միանշանակ։ Եվ երկրորդ տեսեք ասում եք գյումրեցիներից շատերը չեն ուզում ասել ում են ընտրել, որովհետև այսօր այդ ընտրելը դարել է ինչ-որտեղ նաև Հայաստանի Հանրապետությունում շատ կներեք բարիս համար շարի պես ինչ-որ մի բան, որովհետև մարդիկ ենթադրեն գնում են, ընտրում են քաղաքապետ, հետո պարզվում է, որ այդ քաղաքապետը ընտրվելու պատճառով հայտնվեց քերակատարական հիմնարկում։ Օրինակ ակնկալիք ունեք, եթե հիմա անդիմադիր ինչ-որ թեկնածու զբաղեցնի համայնքապետի պաշտոնը, հաջորդ օրը իրավապահ համակարգից կգան նրա Ոչ թե ակնկալիք, այլ կանխատեսում ունեմ, ցավոք սրտի, այո, այդ կանխատեսումը ունեմ, որովհետև սա միայն առաջի դեպքը չէ, Հայաստանում բազմաթիվ նմանատիպ դեպքեր եղավ, հենց Վանաձորում, նաև Գյումրիում եղավ, չէ՞, մենք ընդամենը 4 տարի առաջ գյումրեցիները այստեղ ունեցան քաղաքապետ, բայց քաղաքապետը չկարողացավ միջև վերջ աշխատել։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում ընտրություններով ես վստահ եմ, որ որևէ բան հնարավոր չի փոխել, բայց նաև որպեսզի շատ հորետեսական չխոսենք, եւս մի դրական բան ասեմ, օրինակ ես այս պայթերությամբ նկատեցի ընտրությունների մասնակցության այսպես թվի բավականին լավ աճ, որը իսկապես, այո, որը իսկապես շատ կոացնող է, շատ ոգևորող է, սա նաև խոսում է ժողովրդի մոտիվացված լինելու եւ ժողովրդի այսպես ակնկալիքների մասին, որ հնարավորինս արագ իշխանություններից ազատվեն։ Տեսեք, պարոն Պողոսյան, օրերս ազգային ժողովի падգամավոր Գառնիկ Դանելյանը հայտարարեց, որ Սարիկ Մինասյանն ասել է Գյումրի չի մտնի մարդ, ով որ չունի ԿՊ անդամատոմս։ Հիմա հարց էսպես, դրան ինչպես եք վերաբերում, այսինքն գյումրեցին էլ Գյումրի մտնելու իրավունք չունի կամ գյումրեցինով Երևանում է աշխատում իրավունք չունի Գյումրին։ Ճիշտ ասած, ես չէի լսել առաջ անգամ ցեզանից նման բան իմացա։ Բնականաբար, եթե իրենք արդեն հասել են այդ աստիճանին, ուրեմն ես էլ հակառակ իրենց խոստանում եմ, որ առաջիկայում իրենց ԿՊ համապատասխան ատոմսերը իրենց համապատասխան հատվածներում կհայտնվեն ու իրանք այս երկրից շատ սիրուն կթռնեն ինչ-որ տեղ։ Պարոն Պողոսյան, նաև մեծ բանավեճի ընթացքում, երբ որ 9 ուժերը միասին, ճիշտ է Վարդան Ղուկասյանը չներկայացավ բանավեճին, 8 ուժերը միասին բանավիճում էին եւ Սարիկ Մինասյանը այսպիսի արտահայտություն արեց, որ երբ որ գյումրեցիները Արցախում են ծառայել, դա ամենավատ բանն է եղել, փող են տվել, բանակից ազատվել են եւ դա փաստացի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հանցագործության մասին վարույթ է իրենից, հաղորդում է ներկայացնում իրենից։ Սրան ինչպես եք վերաբերվում որպես գյումրեցի։ Գիտեք մարդիկ, ովքեր որպես իրավապաշտպան թեկուզ, գիտեք մարդիկ, ովքեր գյումրեցի են եղել եւ Արցախում չծառայելու համար գումար են վճարել։ Տեսեք, հայտնի խոսք կա, ասում է գյուղ չկա, որ շուն չլինի, բայց եթե մենք վերցնում ենք նաև մեր հերոս մարտիրոսացված տղաների, այսպես ընդհանուր թվաքանակով ասեմ, նայում ենք, մենք տեսնում ենք, որ Արցախից հետո իսկապես երկրորդ շատ ներդրում զոր տված քաղաքը հենց Գյումրին է, հենց Շիրակն է։ Իսկ ինչ վերաբերվում է նման անպատասխանատու արտահայտություններին, ես արդեն ասել եմ, որ դա այսպես կենցաղային մագարտակի են բամբասանքի կնոջ բամբասանքից ավելի այսպես ցածր, չգիտեմ, ճղջիմ ինչ որ մի հատ արտահայտություններ, որը ինքը ավելի շուտ արեց իր այսպես ասած քաղաքական ղեկավարին կամ իր տիրոջը կոացնելու համար։ Իսկ եթե ինքը գիտի նման մարդկանց անուններ, թող ինքը ելնի այդ մարդկանց անունները տա եւ մենք բոլորս միասին այդ մարդկանց ամոթանք տանք։ Բայց ավելի շուտ այդտեղ Սարիկ Մինասյանը ինքը ընդամենը ցույց տվեց, թե ինքը ինչքան կարող է իջնել զուտ մեր աթոռի համար։ Ես իրեն ճանաչել եմ բավականին լավ կարծիք եմ ունեցել տարիներ առաջ, բայց այսօր ինքը օր-օրի իմ աչքին ավելի այսպես ինքն իրեն նսեմացնում է։ Որևէ աթոռ, որևէ պաշտոն կարծում եմ չարժի այդքան նվաստանալ։ Իսկապես խղճում եմ իրեն դրա համար։
Պարոն Պողոսյան, ընդդիմադիր ուժերը ասում են, որ հեղափոխություն պետք է լինի Գյումրիում, քանի որ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից քայլելով եկավ Երևան եւ հեղափոխություն արեց։ Հիմա օրինակ Վարդան Ղուկասյանն ասում է, որ Գյումրին պետք է լինի այդ հեղափոխության սկիզբը, Գյումրիից սկսած նաեւ ամբողջ Հայաստանում պետք է հեղափոխություն լինի։ Ըստ ձեզ, մի փոքրիկ քաղաքը ամբողջ Հայաստանի համար կարող է ապահովել իշխանափոխություն կամ հենց Գյումրիից կարող է սկսվել իշխանափոխությունը։ Գիտեք, փոքրիկ գյուղից էլ կարող է սկսվել, որովհետև այսօր Հայաստանը ինքը արդեն նման է վառոտի տագարի եւ ցանկացած պահի կարող է պայթել, շատ փոքր ինչ-որ հարցնել կարող է առիթ դառնալ իսկապես այստեղ փոփոխությունների համար, բայց նաեւ անկեղծ ասած ես չեմ ուզում, որ մենք Գյումրու այսօրվա անդրությունները այդքան շատ կարևորենք, արժևորենք, որովհետև գուցե ինչ-որ բան այնպես չստացվի, ինչպես որ ասենք շատերն ուզում են։ Հետևաբար մեծ ակնկալիքներ պետք չի։ Ընդամենը պետք է, եթե այսօր մեր խնդիրը գնալ ընդրատեղամաս եւ դեմ քվեարկել ԿՊ-ին, ուրեմն պետք է գնանք ընդրատեղամաս դեմ քվեարկենք ԿՊ-ին, եթե վաղը մեր խնդիրը դառնում է փողոց դուրս գալ, դրոշակ վերցնել եւ պայքարել, բնականաբար դա ենք անելու, այսինքն այստեղ մենք հետեւողական պետք է բոլորս միասին կարողանանք ամեն վարյան, ամեն պահի մերժել այսօրվա կառավարիչներին եւ վերջնականապես հասնել մի իրավիճակի, որ Հայաստանը ազատագրվի։